բոլոր զարգացող լեռնամետալուրգիական հումք արտադրող և վաճառող պետությունները օգտվում են, այսպես ասած, համաշխարհային արտադրանքի բաժանման օրենքից և բոլոր իրենց պայմանագրերը հանքերը օգտագործող, վերամշակող և տեղափոխող այլ երկրներ վաճառող այդ օրենքի սահմաններում են իրենց հարաբերությունները կազմակերպում։ Ինչու համար, որտև այդ օրենքը 1980 թվականի վերջապես համաշխարհային բանկը, MVF-ը և բոլոր արդյունաբերողները միասին համաձայնվեցին, որ պիտի օգտվեն այդ օրենքից։ Եվ պատահական չէ, երբ որ 92, երբ որ սովետական միությունը փլուզվեց, գիտենք, որ սովետական միությունը նույնպես արտահանող հանքարդյունաբերությունը ներքին ռեսուրսներ արտահանող երկիր էր։ Այն նոր ձևավորվող բոլոր երկրները, Ռուսաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենիան, որտեղ նավթի, գազի և մյուս բնական լեռնային ռեսուրսների արտահանումով են զբաղվում, անմիջապես ընդունեցին, առաջինը Ռուսաստանը, երկրորդը Ղազախստանը, հերթով բոլորը ընդունեցին իրենց սեփական արտադրանքի բաժանման օրենքը համաձայն համաշխարհային արտադրանքի բաժանման օրենքին։ Համաձայն այդ օրենքի չի թույլատրվում, որպեսզի արտասահմանյան հանք վերամշակողը, ինվեստոր, այսպես ասած ինվեստորը, ունենա ավելի շատ բաժնեմաս այդ պայմանագրերի մեջ, քան այն պետությունը, որտեղից հանքը հանվում է։ Ամենակիչը 51%-ը պիտի պատկանա համաձայն համաշխարհային օրենքի այն պետությանը, որտեղ կատարվում է հանքարդյունաբերությունը։ Օրինակ, Ադրբեջանը այդ օրենքը ընդունեց 1992 թվականին, դեռ Հայր Ալիևի ժամանակ, բայց լինելով խելացի և փորձ ունեցող մարդ, Հեյդար Ալիևը կարողացավ այնպես անել, որ նավթի, գազի պայմանագրերը ինվեստորների հետ, ինվեստորները մոնոպոլիստներն էին համաշխարհային, անգլիական, ամերիկյան, ֆրանսիական, իտալական, որ 80%-ը այդ բաժնեմասերի արտահանվող նյութի կարողացավ այնպես պայմանագրերը կնքել, կոնկրետ օրինակ իմ առջև 97 թվականին կնքած պայմանագիրը ամերիկյան կազմակերպության հետ 80%-ը բաժնեմասը հասնում է Ադրբեջանին, մնացածը տարբեր ամեն մի խոշոր կազմակերպություններին 5%, 3%, 2% և անմիջապես այդ պայմանագրերին միացան բոլոր խոշոր պետությունները՝ Անգլիա, Ամերիկա, Իտալիա, Չինաստան, Հնդկաստան, որով կարողացավ պետությունը տնտեսական հարաբերությունների մեջ մտնել խոշոր զարգացող պետությունների հետ։ Մենք մինչև հիմա այդպիսի օրենք չունենք և պայմանագրերը կնքում ենք, ինչպես ասած, նայում ենք վերև, ինչ պայմաններ մեզ առաջարկում են, կնքում ենք։ Եվ բոլոր այսօր, ասեցինք, մեր ռեսուրսները մեծ է, արտահանվում է շատ, բայց այդ ռեսուրսներից մեծամասնությունը մեզ չի մնում։ Եվ պատահական չէ, դուք ճիշտ նշեցիք, միայն Հայաստանը այս իշխանության ժամանակ 2020 թվականին առաջին անգամ կարողացավ հանքարդյունաբերությունը մտցնել հարկային դաշտ։
Պատճառը այդ կոռուպցիան հետևանք է այս օրենքը մեր մոտ չընդունելու, որտեղ այս օրենքը թույլ չի տալի, որ քեզ շահագործեն, թույլ չի տալի արդեն գրված ստրուկտուրայով պայմանագրեր կան, դու այդ պայմանագրերի չես կարող շեղվել եւ ոչ մեկը քեզ չի կարող խաբել եւ պարզ է եկամուտի հանքի վաճառքից մնացած մեծ մասը իհարկե մնում է պետությանը եւ պետությունը ծախսում է սոցիալական հարցեր լուծելու համար եւ ազգաբնակչությունը ոչ թե աղքատության մեջ է ապրում, այլ ապրում է հարստության մեջ։ Ցավոք սրտի ես կարող եմ ասել, որ Հայաստանի տնտեսությունը եւ միջև օրս չի շեշտադրում ավելացված արժեքի ստեղծումը։ Եթե նախկին ժամանակներում եւ հիմա էլ շարունակում ենք մենք հումքային ձևով մեր ռեսուրսները վաճառել, ապա տնտեսության միշտ ճյուղերում էլ մենք էլի առանձնապես հոգ չենք տանում, որ ավելացված արժեքներ ստեղծվեն։ Հիմա Հայաստանը տեսեք ավելի շատ նաև առևտրային երկիր է դարձել եւ իր համախառն ներքին արդյունքի մեջ մեծ դերակատարություն է նաև առևտուրը, ասենք բացի ծառայություններից կամ մասնաբերությունից կամ գյուղատնտեսությունից։ Վերցնելը, վերավաճառելը եւ այլն, դրանք ավելացված արժեքներ համարյա չեն ստեղծում եւ նաև չեն նպաստում տնտեսության միշտ ճյուղերի զարգացմանը։ Կտրված են կարծես թե տնտեսությունից, բայց հանքարդյունաբերության մասով ես շարունակեմ պարոն Միրզախյանը շատ լավ ներկայացրեց, երկու եւս խնդիր ես կասեի։ Առաջինը այն է, որ մեր լիցենզիաները, որոնք մենք տալիս էինք հանքարդյունաբերական ձեռնարկությունների եւ ձեռնարկատիրական այդ գործունեություն ծավալելու համար, դրանք շատ էժան էին։ Եվ դրանք էժան էին այն պատճառով, որովհետեւ չէր ներառված բնապահպանական խնդիրների հարցը, բնության պաշտպանության հարցը, դրա վերականգնման խնդիրները, թափոնների հետ կապված հարցերը եւ այլն։ Էժան լիցենզիայի պայմաններում եւ մետաղական եւ ոչ մետաղական հանքերը, օրինակ տուֆի քարեր կամ այլ բաներ հանքեր, որոնք որ հիմա էլ կան, տեսեք, պայթեցնելով կարող են շահագործել, հանքերին վնաս տալ, երբ որ այդ հանքը այդ բնական ռեսուրսը պատկանում է ժողովրդին կամ թեկուզ այսօրվա սահմանադրությունով պետությանը, ասենք թե, բայց միևնույնն է ինքը այդ ժամանակահատվածում հոգ չի տանում, որ դրանք ծերուններին փոխանցվող ժառանգություն դառնան։ Այսինքն ամեն մեկը էգոիստական փորձում է իր ժամանակին շահագործել առավելագույնս հեշտ, պարզ եւ ինչքան կարելի օգուտ ստանալ։ Երկրորդ խնդրեմը կա, որ Հայաստանի դեպքում նաեւ եւ իր դիրքադրման պատճառով եւ նաեւ էլի բնապահպանական խնդիրներից ելնելով եւ նաեւ տեխնոլոգիաների բացակայության պատճառով մենք կարծես թե վախեցել ենք նաեւ հանքանյութերը վերամշակել, ինչպես խորհրդային ժամանակներում ունենք, օրինակ, ասենք թե Ալավերդու պղնձի կոմբինատը եւ այլն, որտեղ դրանք պարոնված են եղել մեծ քանակով թթուների տեղական արտադրությամբ կամ թթուների ներմուծումով եւ այլ նյութերի ներմուծումով, որը խորհրդային Հայաստանի փլուզումից հետո, խորհրդային միության փլուզումից հետո արդեն քիմիական արտադրություն նույնպես դադարել լինել։ Եվ ինչու նաեւ դադարել լինել։ Հիշենք, որ Ղարաբաղյան շարժման կարևոր ուղղություններից մեկը նաեւ բնապահպանական խնդիրներն էին։ Նաիրիտը փակել, ատոմակայանը փակել, պատճառաբանելով տարբեր գործոններ, որոնք ազդում են մարդկանց առողջության կամ այլ հանգամանքների վրա։ Այսինքն այս իրավիճակում նման համարձակություն նաեւ շատ ղեկավարներ չեն ունեցել գնալու այդ տրամաբանություններին դեմ կամ այդ հոգեբանական իրավիճակին դեմ։ Մյուս կողմից էլ, քանի որ ձեր ասածով նաեւ այլ մետաղներ, որոնք որ կարող ավելի թանկ արժեին քան հիմնական մետաղը, գրավչություն էին առաջացնում այն ընկերությունների համար այլ երկրներում, որոնք դա ձեռք են բերում։ Իրենք տեսնում են, թե կոպիտ ասած ինչքան մենք հիմար ենք եւ ինչքան կամ միամիտ ենք, եւ իրենք այդպես վարպետորեն այդ մոլիբդենի անվան տակ տանելով նաեւ այլ մետաղներ էին կորզում։ Եվ այսօր ինչի համար օրինակ հարց բարձրացվում անդադ նաեւ թափոնների մշակման մասին, որտեղ այդ թափոնները, որոնք միլիոնավոր տոննաներ են այսօր կազմում, որոնք կուտակվել են Սյունիքում կամ այլ հանքավայրերում, դրանց մեջ նույնպես միլիարդավոր, ինչպես ներկայացրեց տրիլիոններով, բայց գոնե թափոնների մեջ միլիարդավոր մետաղներ կան արժողության, որոնք պետք է կորզել։ Հիմա գանք նաև ձեր ասած տնտեսական խնդրին։ Հայաստանի կառավարությունները ահագին երկար ժամանակ, մինչև 2000 համարյա թե 10-12 թվականները
հավատում էին եւ լսում էին Համաշխարհային բանկի, IMF-ի եւ այլ միջազգային կառույցների խորհրդատուներին, եւ այդ խորհրդատուները այդպես բրիգադներով ժամանակ առ ժամանակ այցելում էին, որոշակի կոնսպեկտներ էին մեզ տրամադրում, թելադրում էին, իրենց տեսակետն էին ասում, իբր այլ երկրների օրինակով խորհրդորում էին այսպիսի ուղղությունով զարգանալ եւ այլն։ Եվ դա ինչի բերեց։ Դա բերեց նրան, որ մենք մեր բոլոր խոշոր գործարանները կտրատեցինք մաս-մաս կամ ամբողջությամբ մասնավորեցրեցինք ոչինչ դրա փոխարեն չունենալով, չստեղծելով։ Երկրորդը զարկ տվեցինք միայն փոքր միջին ձեռնարկատիրության ու միկրոբիզնեսի զարգացմանը, որը պետության ռազմավարական տեսանկյունից զարգացման տեսանկյունից մեծ պոտենցիալ չի պարունակում իր մեջ։ Հայաստանը հետ նահանջեց խորհրդային ինդուստրիալիզացված Հայաստանից դարձավ ոչ ինդուստրիալ երկիր եւ այսօր արդյունաբերության համախառն արդյունքի մեջ մասը կազմում է 12.6%, 12.6%, 13% նույնիսկ չի հասնում։ Եվ դրա հետ մեկտեղ նաև մենք գնացինք այն ճանապարհով, որ չօգտվեցինք համաշխարհային ուրեմն հնարավորություններից։ Հիմա ես գամ կոնվենցիաներին։ Ոչ միայն այդ կոնվենցիան, այլ բազմաթիվ այլ շատ կարևոր կոնվենցիաներ, որոնք վերաբերում են բեռնափոխադրումներին, բնապահպանությանը, մարդու իրավունքներին, աշխատանքի անվտանգությանը եւ այլ ոլորտներում մենք չենք վավերացրել։ Հայաստանը ամենապասիվ երկրներից մեկն է, որը վավերացրել է միջազգային կոնվենցիաներ։ Ինչու՞։ Որովհետեւ միջազգային կոնվենցիաները վավերացնելը նաեւ նշանակում է, որ կառավարությունը պետք է պարբերաբար ներկայացնի ազգային զեկույցներ, թե ինքը ինչպես է կատարում այդ կոնվենցիաների պահանջները։ Շատ պետական մարմինների համար գլխացավանք է կոնվենցիան վավերացնել, հետո սկսել այդ կոնվենցիայի մասին խոսել, դրա հետ կապված բարեփոխումներ կատարել, ուր մնաց դեռ ազգային մի հատ էլ զեկույցներ գրեն, որոնք որ պետք է ինտելեկտուալ ձևով գրվեն, այլ ոչ թե այնպես ինչ որ պատահական ձևով թոս փչելու համար։ Եվ նաև ասեմ ձեզ, որ այդ նաև ծովի նավահանգստային այդ իրավունքներից չենք օգտվել, չգիտես ինչու մեզ անդադ հիմա էլ Վրաստանը, ես չեմ խորշում դա ասել, հիմա էլ Վրաստանը շարունակում է բավականին կոպիտ ձևով խախտել մեր իրավունքները բեռնափոխադրումների արդյունքով, չէ՞, մենք տեսնում ենք պարբերաբար մեկ կոնյակի, մեկ հեղուկ գազի, հետո շինանյութերի ներկրոնն են վերջերս բողոքում, որ տասնյակ օրերով կանգնած են առանց պատճառաբանության եւ այլն եւ այլն։ Մենք տեսնում ենք, որ կա որոշակի մեր մոտ հոգեբանական կախվածություն։ Մեզ թվում է, եթե որ Վրաստանի մի փոքր մենք կշտամբենք, կարող է մենք հանկարծ կորցնենք Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների հնարավորությունները, քանի որ մեր բեռների մեծ մասը բերվում է Վրաստանի տարածքով։ Այսինքն մենք հոգեբանորեն այսպես վախեցած կեցվածք ունենք եւ չենք պայքարում մեր այդ իրավունքների համար եւ հաճախ դա թողնում ենք բիզնեսի վրա, բիզնեսը ինքնուրույն լուծի, կաշառք տալով կլուծի, թե ուղղակի ուշացումներով կլուծի, ինչ կորուստներ կունենա մեքենաների պարապորտից, հումքը փչանա, նյութը փչանա, ճանապարհներին կանգնելուց եւ այլն եւ այլն։ Ինչ վերաբերվում է նաեւ տնտեսական ընդհանուր զարգացմանը, ես եւս մի կարևոր բան եմ ուզում նշել։ Տարիներ շարունակ Հայաստանը գլոբալ տնտեսական զարգացման ծրագիր չի ունեցել կամ չի ծրագրավորել։ Ավելի շատ սևեռվել է առանձին ճյուղերի զարգացման ռազմավարությունների վրա, բայց հաճախ նաև այդ ճյուղերը իրար հետ չեն եղել ներդաշնակեցված։ Օրինակի համար վերցնենք հասարակ օրինակ։ Կարի ոլորտը, ասենք, տեքստիլ, ռազմավարական զարգացման ծրագիր ունի, ռազմավարություն ունի, կառավարությունը ուշադրություն է դարձնում հատուկ այդ ճյուղի զարգացմանը, որովհետև այնտեղ շատ հարմար է կանանց աշխատանքային ինտեգրման համար եւ ասենք թե այդ ճյուղը խորհրդային ժամանակներից ունեցել է մեծ պոտենցիալ, բայց մենք արդյոք ջանքեր դրել ենք, որ այդ ճյուղի զարգացման համար նաեւ ստեղծենք բաղադրիչները եւ նյութերը, որոնք որ ասենք թե պետք է տեքստիլի զարգացման համար։ Ես նկատում եմ օրինակ կտորների, կամար ֆուրնիտուրաների զարգացումը։ Երկրորդ խնդիրը այդ ճյուղի ստեղծած արտադրանքները մենք պետական գնումներով խրախուսում ենք, թե չենք խրախուսում։ Մեր բանակի հակուսները կամ այլ արտահակուսներ կամ այլ բաներ, տարբեր խոշոր հանրային նաև ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հորդորոնքով նաև կարող են լինել, ասենք HEC, Gazprom, Viola եւ այլ խոշոր կապի վիճոցների հեռուստատեսության ընկերությունները գնում են արդյոք տեղական արտադրանքը, թե ոչ։ Ես կասեի ոչ։ Այսինքն մենք ստեղծել ենք ճյուղի անհամավարություն, ու իրեն թողել ենք մենակ իր ռեալիզացիայի,
եւ ներկայման խնդիրների մեջ։ Այս մոտեցումներն են, որ ցավոք սրտի դեռևս շարունակվում են եւ սրանք կարող են իմ կարծիքով շատ կարեւոր ծրագրային էլեմենտներ դառնան ներկայիս տարբեր կուսակցությունների համար, ես դա ասում եմ եւ կուզեի, որ քանի որ մենք համանadrությունով ձևավորում ենք պարլամենտը մի քանի կուսակցությունների մուտքով, համանadrությունը նույնիսկ ասում է, որ եթե կա իշխող կուսակցություն, առնվազն պետք է լինի 3 այլ եւս կուսակցություններ պարլամենտ մտնող, հետեւաբար կուսակցությունները պետք է մեր արտահայտած այս գաղափարները վերցնեն նաեւ որպես իրենց համար նպատակ, թիրախ իրենց ծրագրերի համար եւ դրանով նաեւ փորձեն մրցակցել։ Այսինքն ես կուզեի, որ քաղաքական կուսակցությունները ինտելեկտուալ ծրագրերով մրցակցեն, այլ ոչ թե կենցաղային, տղայական, բառապաշարով ու իրար հետ մենամարտելով, կռվելով, իրար ուրեմն նսեմացնելով, որովհետեւ դրանից հետո մենք ունենանք արդեն երևացող ծրագիր, թե ապագա պարլամենտը ինչպիսի ծրագրերով է ուզում շարժվել եւ ժողովուրդը կտեսնի թե ինչ օգուտներ կարող է քաղել այդ ամեն ինչից։ Պարոն Մակարյան, փաստորեն ձեր պատասխանից ես ընկալեցի, որ չի արված, որովհետեւ չեն հասկացել, որ հիմնականում չեն հասկացել, չեն ցանկացել, հիմա էլ կա այդ հիվանդությունը, ասեմ դες ինչու։ Պետական մարմինները եւ հատկապես նախարարները եւ պաշտոնյաները խուսափում են ռազմավարական երկարաժամկետ ավելի բարդ ծրագրեր իրականացնելուց։ Ինչու, որտեղ իրենց թվում է, որ դրա վայելողը իրենք չեն, կամ իրենք չեն հասցնի կատարել, կարող է սխալվեն, եւ իրենք վազում են հեշտ, արագ, ինչ որ այսպես իրենց PR բերող պրիմիտիվ ավելի տեսակետների ու մոդելների վրա։ Եվ քանի որ չկա այդ ռազմավարական մտածելակերպը, որ պետությունը մի կառավարությունը մյուսի իրավահաջորդն է, չկա ինստիտուցիոնալ հիշողությունը պահպանելու տենդենց, հակառակը մեր մոտ կա ամեն անգամ ամեն մի փոփոխությունից հետո ընտրությունների կամ կառավարությունների կամ պաշտոնների ինստիտուցիոնալ հիշողության խզում է տեղ ունենում։ Եվ ամենը գալիս է ելքից է սկսում իր գործունեությունը։ Եվ եթե լիներ ընդհանրապես պետության ռազմավարական զարգացման մեծ ծրագիր, գլոբալ, այո, այդ ժամանակ այդ նախարարները այդպես վարվել չէին կարող, որովհետև նրանք պիտի, այսինքն ողնաշար հասկացողությունը, եթե մենք այդ ողնաշարը սահմանում ենք գլոբալ ռազմավարական ծրագրով, այո, նրանք արդեն այդ ծրագրերը չպետք է լինեն բեկանելը, դրանք պետք է լինեն միայն բարեփոխվող տարիների ընթացքում, ամեն կառավարություն կգա մի հատ լավ բան կուզեր ավելացնել, շարունակելով այդ ողնաշարով առաջ գնալ եւ այդ գլոբալ գիծը պահելով։ Ծրագիրը պետք է առնվազն հանրաքվեով ընդունվի, որովհետեւ պարտադիր չի, որովհետեւ եթե դա կառավարության ծրագիր է եւ հաջորդ կառավարությունը գալիս է որպես այն կառավարության թշնամին, ապա դժվար է շարունակել այդ ծրագիրը։ Ես ասեմ, հանրաքվեն ինչու պարտադիր չի, պարոն Հարությունյան, որտեվ նույն համանadrությունը ընդունվում է հանրաքվեով, բայց համանadrությունը շատ հաճախ փոփոխվում է նույն հանրաքվեների շրջանակներում, հաճախ նաև անհասկանալի ձևով, այնպես որ հանրաքվեն պարտադիր չի, բայց քննարկումներ պետք է լինեն, ինչու, որովհետև նորից էլի գամ ամենասկզբի ելույթի ասած մտքին, որ համայնքների եւ մարզերի հավասարաչափ զարգացումը պետք է պարտադիր կարգով այդ գլոբալ ծրագրում ներառված լինի, որովհետեւ հետ ընկած մարզերն ու համայնքները պետք է ավելի արագացված մոդելով զարգանան եւ մոտեցվեն հիմնական միջին մակարդակին, ինչպես Երևանն է։ Եվ ոչ թե օրենքները լինեն ինչպես հիմա ընդհանուր եւ դուք հաճախ լսում եք պետական մարմինները ասում են մենք տալիս ենք գործիքներ, մենք սուբսիդավորում ենք, ով ցանկանում է թող դիմի, բայց իրենք պետք է գնան նաև այն տեղերը, որտեղ որ հետ են կացնք տնտեսությունը եւ ընդհանուր զարգացումը։